Բարև Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթան ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իրենից։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի ինչ որ ուսումնասիրում ենք, ճիշտ հասկանանք եւ Սուրբ Հոգին մեզ օգնի գիտակցել եւ ընդունել եւ իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է աճել Աստծո հետ հարաբերություններում։ Արդեն հասել ենք 8-րդ դասին, որը կոչվում է ունենալ հավատք, եւ հիշելու համարն է Եբրայեցիներ 11:1 առաջին համարը։ Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է։ Ինչ որ մեկը այսպիսի միտքի արտահայտել, հավատը նման է Wi-Fi-ին։ Նա անտեսանելի է, այնպիսի ուժ ունի, որ քեզ, սակայն այնպիսի ուժ ունի, որ քեզ կապում է այն ամենին, ինչի կարիքն ունես։ Անկասկած է, որ առանց հավատի չի կարող հարաբերություն լինել Աստծո հետ։ Ինչպիսին է մեր հավատքը այսօր։ Արդյոք այն տատանվում է կամ սասանվել է։ Արդյոք մենք այնպիսի փորձություն ենք ունեցել կամ ունենք, որը ստիպել է կանգ առնել մեր հավատքին։ Եվ նույնիսկ չգիտենք ինչպես շարունակել Աստծո հետ հարաբերությունները։ Գուցե մեր հավատը նման է վարդի, որն աճում է կանաչ ցողունից, դառնում փոքրիկ բողբոջ, հետո բացվում վառ գունեղ ծաղկի մեջ եւ ամբողջ սենյակը լցնում անմոռանալի բուրմունքով։ Դա այն չէ, որ մենք կարող ենք ինքներս ստեղծել, քանի որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ Այդպես է ասում Հռոմեացիներ 12:3 համարը։ Աստծո ինձ տված շնորհով այս եմ ասում ձեզանից յուրաքանչյուրին, դուք ձեզ ավելի մի գնահատեք, քան ինչ որ է ձեր արժանիքը, այլ յուրաքանչյուր ձեր մասին խորհեցեք զգաստությամբ այն հավատի չափով, որ Աստված բաժանեց։ Ուրեմն Աստված չի որոշում չափեր ու բաժանում, ասում է սրան 10% հավատ կտամ, սրան 100, սրան 50, այդպես չի։ Նույնիսկ մի առակ կա, որ մեկը գալիս է Աստծո մոտ եւ խնդրում է, որ իրեն այս տա, այսինքն սեր, խաղաղություն, ուրախություն եւ այլն, Սուրբ Հոգու պտուղները, եւ Հիսուսը տալիս է մի փոքր տուփ եւ ասում է ոնց, այսքանը եւ վերջ, այո, ասում է ես տալիս եմ սերմերը, որոնք պիտի ցանվի եւ հետո աճեցվի։ Ուրեմն Աստված ոչ մեկի չի նեղացնում, ինքը տալիս է սերմ, հավատքի սերմ եւ մեզանից է կախված մեր հարաբերություններից Աստծո հետ, թե որքան խորն է դրանք, որպեսզի այդ սերմը աճի եւ զարգանա, որտեղ երբ որ սերմը ցանում ես հողի մեջ, այն կարիք ունի արևի, ջրի, իհարկե հողի միներալները պիտի վերցնի, որպեսզի աճի։ Հիսուսը ասաց ես եմ կենդանի հացը, Հիսուսը ասաց ես եմ լույսը, Հիսուսը ասաց ես եմ կենդանի ջուրը։ Մենք էլ մեր հոգևոր մարդը, մեր հավատքը կարիք ունի այս բոլոր սնունդերին, լույս, ջուր, եւ իհարկե հողն էլ մեր սրտի հողն է, որը եթե մենք թողենք, Աստված փխրացնում է, որպեսի սերմը լավ աճի։ Ուրեմն հավատը Աստծո պարգևն է։ Եփեսացիներ 2:8 համարներ ասում են, որտեղ Աստծո շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով, եւ այս ձեզանից չէ, այլ պարգև է Աստծո կողմից, ոչ էլ ձեր գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա, որպեսզի ոչ ոք չասի ես հավատացյալ եմ, ես այսքան հավատացյալ եմ, ես այսքան տոկոսանց հավատացյալ եմ, ոչ, այդ բոլորը պարգև է Աստծուց, Աստված պարգև է տալի հավատքի եւ հետո Աստծո հետ հարաբերությունների շնորհիվ այն աճում է
նորից մենք պարծենալու ոչինչ չունենք։ Եվ այնուամենայնիվ մեր հավատը Աստծո հանդեպ հնարավոր է միայն այն բանի շնորհիվ, որ Աստված արդեն գործում է մեր մեջ եւ մեզ համար։ Այսօր միասին կուսումնասիրենք հավատի թեման։ Ինչ անել կասկածի ու անհավատության դեպքում, ինչի է նման ուժեղ հավատը ըստ Հիսուսի եւ ինչ է նշանակում ունենալ Հիսուսի հավատը։ Կան մարդիկ, որ ասում են, եթե ես տենամ Աստված, ես ինչ անում են, ինչ անում են, ժամանակ կհավատամ։ Նույնիսկ կան մարդիկ, որ ասում են, եթե ես պարզապես տեսնեի, թե ինչպես է ճեղքվում կարմիր ծովը, ինչպես է մանանան հայտնվում գետնին, կամ Հիսուսը բուժում կույր մարդուն, ես կհավատայի։ Եվ բայց հարց տանք մեզ, արդյոք այն մարդիկ, ովքեր տեսան, թե ինչպես կարմիր ծովը բացվեց, ինչպես մանանան գետնին հայտնվեց, արդյոք դա նրանց մոտ հավատք առաջացրեց, թե ոչ։ Ոչ, այդ ամբողջ սերունդը Աստված նրանց կոչում է խստապարանոց, եւ այդ ամբողջ սերունդը անապատում մահացավ։ Ամբողջ սերունդը, այդ սերունդը անդադար կռվում էր Մովսեսի հետ, անդադար բողոքում էր եւ հենց միատնեղություն էր լինում, անմիջապես բողոքում էին եւ անհավատություն էին ցույց տալի։ Այսինքն այդ բոլոր հրաշքները իրանք տեսան, բայց դա ոչ մի օգուտ չտվեց իրենց հավատքին։ Նույնը մեր հետ է։ Հրաշքը չի առաջացնում հավատք։ Այն կարող է ուղղակի սերմ ցանել, բայց չի կարող նպաստել հավատքի աճմանը, եթե մեր մեջ փոփոխություն չլինի։ Եվ շատերը այսօր էլ նշաններ են ուզում, որ հավատան։ Ինչպես որ Հովհաննես 20:30-31 ասում է. իր աշակերտների առաջ Հիսուս բազում այլ նշաններ արեց, որոնք այս գրքում գրված չեն։ Այլ այսքանը գրվեց, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է Աստծո որդին, նաև որպեսզի հավատաք ու նրա անունով հավիտենական կյանք ընդունեք։ Այսքան ինչ որ պետք է մեր հավատը առաջացնելու համար, Աստվածաշունչում արդեն գրված է։ Եթե նույնիսկ դրանից ավելին էլ գրված լիներ, այն ով որ չի ուզում հավատա, էլի չէր հավատա։ Յուրաքանչյուր սերունդ նշան է ուզում, եւ մերը նույնպես բացառություն չէ, բայց նշանները մեր շուրջ բոլորն են։ Եթե կարդանք Մատթեոս 24-ը, ինչ է ասում։ Ասում է կլսեք, եկեք բացենք որոշ չափով կարդանք Մատթեոս 24 գլուխը, երբ որ Հիսուսը նկարագրում է իր գալուստը եւ իր գալուստից առաջ ինչ նշաններ են լինելու։ Ասма մարդիկ կգան խափեն ձեզ, կասեն, որ ես եմ Քրիստոսը, եւ ասма շատերին պիտի մոլորեցնեն։ Պիտի լսեք պատերազմներ ու պատերազմների լուրեր, զգույշ կեցեք, որ չխռովիք, վասնզի այս ամենը պետք է որ լինի, բայց դեռ վերջը չէ։ Ասում է ազգ ազգի վրա պիտի բարձրանա թագավորություն թագավորության վրա եւ տեղ-տեղ սովեր ու մահտարաժամներ եւ երկրաշարժներ պիտի լինեն, սակայն սրանք ցավեր ու սկիզբն են, այն ատեն ձեզ նեղության պիտի մատնեն եւ ձեզ պիտի սպանեն ու իմ անվանս համար բոլոր ազգերին ատելի պիտի լինեք։ Շատերը պիտի գայթակղվեն ու մեկս մեկ պիտի մատնեն եւ մեկս մեկ պիտի ատեն, շատ սուտ մարգարեներ պիտի ելեն ու շատերը պիտի մոլորեցնեն, անօրության շատանալու համար, շատերու սերը կսարճի, բայց ով որ մինչև վերջը համբերանի կա պիտի ապրի, արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր ազգերուն վկայությունը լալու անկե հետո վերջը պիտի գա։ Մենք այս բոլոր նշանները այսօր տեսնում ենք։ Պարզ դրված է մեր աչքի առաջ այս բոլոր նշանները, եւ պատերազմները, եւ սովերը, եւ մահտարաժամները, եւ քրիստոնյաների հալածանքը։ Մենք գիտենք ինչ է կատարում Նիգերիայում,
Հյուսիսային Կորեայում, Չինաստանում, Սուդանում եւ այլն։ Այսինքն իբր թե հասարակությունը պրոգրես է ապրել, բայց այս բոլորը ոչ միայն չի անհայտանում, այլ ավելի է սրվում եւ համաճարակները, եւ սովերը, եւ մարտահրավերները, եւ հալածանքները, եւ պատերազմները։ Այսինքն պարզ Հիսուսը զգուշացրել է մեզ եւ դա կատարվում է մեր օրերում, բայց շատ մարդիկ չեն էլի նշան են ուզում։ Եվ բացի այս ամենից, նաեւ երբ որ մենք ուշադիր զննում ենք մեր աշխարհը, ինչքան գեղեցիկ եւ զարմանալի է այն ստեղծված ամեն ինչը։ Գիտեք, ծաղիկները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ շատ օգտավետ են։ Մեղրը ամենաօգտակար բանը այս աշխարհում ստեղծվում է հենց ծաղիկների նեկտարից։ Երբ որ մենք նայում ենք, թե ինչպես է ստեղծվում երեխան արգանդում, ինչպես է զարգանում արգանդում, ինչպես է հետո ծնվում եւ զարգանում, ինչպես դա ամբողջը հրաշք է։ Եվ ինչպիսի մարմին, մենք քայլող հրաշք ենք, մեր մարմինը հրաշք է։ Այնպիսի զարմանալի կառուցվածք ունի, այնպիսի զարմանալի ֆունկցիաներ ունի մեր մարմինը, որ ուղղակի հրաշք է։ Հրաշք է բույսերը ցանելը եւ հետո այդ փուճուրիկ սերմից դուրս է գալիս տարբեր տիպի բուսականություն, ծառեր, ծաղիկներ, բանջարեղեն, մրգեղեն եւ այլն։ Եվ շատերը կասեն, օ, եթե դա մի օրում լինի, ուրեմն հրաշք է։ Ինչի, եթե դա ասենք մի քանի օրում ալնում կամ մի քանի ամսում կամ մի ամսում, ուրեմն հրաշք չի, այդ բոլորը հրաշք է։ Այսինքն այդ փուճուր սերմը այնքան պոտենցիալ ունի իր մեջ, կյանքի պոտենցիալ է Աստված դրել, որ այդ փուճուր սերմից այդքան շատ տարբեր տեսակի բաներ են աճում եւ նույն մարդկային սերմից աճում է, զարգանում է մի հրաշք, մարդ է դուրս գալի եւ աճում է, զարգանում է եւ ուղեղով եւ մարմնով եւ ամեն ինչ, այդ բոլորը հրաշք է։ Բայց մենք կույր ենք եւ չենք նկատում դա։ Եվ իհարկե նաեւ այս նշանները Մարկոս 8:12 ասում է, երբ որ գալիս իրանց նշան են ուսում, եկեք կարդանք նաեւ 11 համարը։ Եկան փարիսեցիները եւ սեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով երկնքից նշան էին ուզում նրանից, իսկն Հիսուսից։ Եվ նա իր հոգում զայրացավ եւ ասաց. Ինչու է այս սերունդը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդի նշան չի տրվի։ Մենք ոչ թե Աստծո նշան պիտի ուզենք։ Փարիսեցիները ինչի կործանվեցին մեծամասնությունը փարիսեցիների, որտեղ փոխանակ նշան ուզեին, նրանք պիտի խնդրեին Հիսուսին, որ իրենց սիրտը նորացնի, որ իրենք վերստին ծնունդ ունենան, որ իրենք այդ հպարտ, եսասեր ազնվորությունից փոխվեն եւ դառնան Հիսուսի պես։ Սա է մեզ անհրաժեշտ։ Դարերի փափագում Էլեն Ուայթը գրում է. այս նշաններն անհրաժեշտ չէին հրեաներին, ինչպես արդեն նշեցինք, ոչ մի նշան ավելի հավատացյալ չի սարքում մարդու։ Ոչ մի հրաշք նաև։ Ոչ մի արտաքին ապացույց, եթե մարդու սիրտը վերածնված չի, եթե մարդու սիրտի հողը փափկացրած չի, այդ նշանը իր հավատը չի աճացնի։ Ոչ մի արտաքին ապացույց չէր կարող օգուտ տալ նրանց։ Նրանց պետք էր ոչ թե մտավոր լուսավորություն, այլ հոգևոր վերափոխում։ Նույն այսօր է։ Ճշմարտությունը երբեք չի փոխվել։ Այսօր էլ մարդիկ ոչ թե պիտի ասեն, եթե էսի տենամը սենց լի կհավատամ, չէ։ Այլ պիտի խնդրեն հոգևոր վերափոխում։ Եվ իհարկե մենք էլ այսօր ունենք կարիք հոգևոր վերածննդի, անկեղծ իրական րոպե առոպե քայլ Աստծո հետ։ Գուցե մենք իրական նշաններ չենք փնտրում, որտեղ արդեն անչափ շատ գիտելիք ունենք ձեռքի տակ, հատկապես մեր սեփական Աստվածաշնչից։ Հիսուսը Թովմասին ասում է. «Երանի նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու»։ Եվ Հիսուսը շատ անգամ հոգով տրտմում էր, երբ տեսնում էր, թե ինչպիսի անհավատություն կամ հավատի պակաս կա հրեաների մոտ։ Աստված մեզ այնց կույր հավատ չի պահանջում։
նա արդեն տվել է անթիվ պատճառներ հավատալու համար։ Այնուամենայնիվ անգամ այդքան պատճառների առկայությամբ միշտ տեղ է մնում կասկածի համար։ Ահա թե ինչու ելքն այն է, որ կենտրոնանանք այն բաների վրա, ինչը հաստատում է հավատը, այլ ոչ թե այն բաների, ինչը կասկած է ծնում։ Գիտեք, հետաքրքիր է, որ սերմը ցանում ես մի սերմից աճում է, մյուս սերմից չի աճում։ Ինչու՞։ Որտեվ այդ սերմը թույլ է տվել, որ ինքը ընդունի այն բարիքները, որը աճեցնում է իրան, այսինքն հողի միներալները, ջուրը, իսկ մյուսը թույլ չի տվել։ Այսինքն խորհրդանշորեն ասենք, պատկերացնենք, որ այս մի սերմը ասում է, չէ, հնարավոր չէ, ես մի փոքրիկ սերմ եմ, ոնց ինձանից մի հատ մեծ, ես չեմ կարող այս հողը ճեղքեմ եւ դուրս գամ։ Այսինքն կասկածում է։ Իսկ մյուս ասում է, այո, ես կարող եմ այս ամեն ինչի ուժը կարող է, այսինքն ծիլը կարող է ճեղքել հողը եւ դուրս գալ, եւ ես կարող եմ աճել եւ դառնալ բույս։ Եվ նույն ձևի մի հատ տենց առակել կա, որ երկորյակ են լինում մոր արգանդում եւ մեկը ասում է, դու հավատում ես, որ մեր մաման գոյություն ունի, դու հավատում ես, որ մենք կարող է այս արգանդից դուրս գանք մի օր, եւ այլն, եւ մյուս ասում է, այո, ես հավատում եմ, իսկ ինքը ասում է, չէ, ես չեմ հավատում։ Այսինքն մեկը կասկածմտությանն է տեղիք տալիս, իսկ մյուսը հավատին։ Մեր կյանքը սրա վրա է հիմնված։ Եվ կախված է մեր ընտրությունից, արդյոք ինչին ենք մենք ուզում տեղիք տանք, հավատքին, թե անհավատությանը։ Հիսուսը Մարկոս 4:40-ում քննադատում է կամ հանդիմանում է իր աշակերտներին եւ ասում է, որոնք հրեա էին, եւ ասում է, ինչու այդպես վախկոտ եք, դեռևս հավատք չունեք։ Այսինքն իրեն կարծում էին, որ իրանք հրեա են, որ իրանք Աստծո ժողովուրդն են, որ իրանք սենց են, նենց են, առաջինն են Աստծո աչքի մեջ, բայց ասում է դուք հավատք չունեք։ Եվ ինքը համեմատում է իրենց հավատքը, եւ այսինքն եկեք մենք համեմատենք նրանց անհավատությունը քանանեացի հեթանոց կնոջ հավատքի հետ։ Մատթեոս 15:21-28 համարները։ Ասում է, շատ անգամ կարդացել, մի անգամ էլ կարդանք, Հիսուս այդտեղից ելնելով գնաց Տիրոսի եւ Սիդոնի կողմերը, եւ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում։ Այսինքն սա հեթանոց կին էր։ Հրեաները համարում էին, որ միայն իրենք են Աստծո զավակներ, եւ հեթանոսներին համարում էին շամպես մի բան, այսինքն որ նույնիսկ մարդու տեղել չէին դնում։ Եվ հիմա այս կինը եկել է եւ ասում է, ողորմիր ինձ, աղաղակում էր ասում է, եւ ասում, ողորմիր ինձ Տեր, Դավթի որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է։ Բայց նա նրան պատասխան չտվեց։ Սովորաբար Հիսուսը միանգամից շատ արագ օգնում էր մարդկանց, բուժում էր, բայց այս անգամ լռեց, ինչու։ Եվ նրա աշակերտները մոտենալով աղաչում էին նրան ու ասում, արձակիր նրան, որտեղ մեր հետևից աղաղակում է։ Նա պատասխան տվեց եւ ասաց. այդտեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայելի տան կորուսյալ ոչխարների մոտ։ Այսինքն Հիսուսը, սա բացառություն էր Հիսուսի պահվածքի մեջ, Հիսուսը միշտ սիրում եւ օգնում էր մարդկանց անմիջապես, բայց հանկարծ այստեղ ինքը ինչ-որ բացառություն արեց։ Ինչու՞։ Որ դաս տար իր աշակերտներին, որ ցույց տար, թե ինչքան անսիրտ է իրենց վերաբերմունքը այլ ազգերի հանդեպ։ Եվ իսկ կինը մոտենալով երկրպագում էր նրան ու ասում, բայց կինը չի հուսահատվում Հիսուսի այդ խոսքերից, որտեղ ուրիշ բան է տեսնում Հիսուսի աչքերում։ Եվ շարունակում է. Տեր, օգնիր ինձ։ Այս անգամ նորից Հիսուսը այսպես է պատասխանում. լավ չէ մանուկների հաց առնել ու շներին գցել։ Այսինքն նորից հանդիմանում է իր աշակերտներին։ Դուք ձեզ համարում եք Աստծո զավակ, իսկ սրանց շուն, տեսեք, թե ինչքան անսիրտ ու մեծամիտ եք դուք։ Դա էր ցույց տալի Հիսուսը։ Եվ հետո ինչ է տեղի ունենում, այս կինը հուսահատվում է ոչ։ Ասում է, նա ասաց.
Այո, Տեր, որովհետև շներն էլ կիրակրում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով։ Այսինքն այս կին ուզեցավ ասել, լավ, եթե քո բոլոր օրհնությունները իբր թե միայն հրեաների համար է, եւ դուք մեզ, այսինքն հրեաները մեզ համարում են շուն, այդ փշրանքը, այդ օրհնության մի փշրանքը նետիր ինձ եւ ինձ բավական է։ Եվ տեսեք Հիսուսը ինչ է ասում։ Այն ժամանակ նրան պատասխանեց ասած. ով կին շատ մեծ հարգանքով ու զմայլանքով զարմացած նրա հավատքի վրա, ով կին մեծ է քո հավատը, թող քեզ լինի ինչպես որ կամենում ես։ Այսինքն հրեա աշակերտները մտածում են, որ իրանք որդի են Աստծո, իրանք էսենեն են, իրանք բարձր են, բայց Հիսուսը նրանց հանդիման է ասում, ուր է ձեր հավատքը։ Ինչ եք դուք այդքան վախկոտ, ինչ եք դուք այդքան անհավատ։ Եվ նրանց մոտ գովում է այս հեթանոց կնոջը։ Ասում եմ, մեծ է քո հավատքը, թող քեզ լինի այնպես, ինչպես որ կանում ես։ Եվ նրա դուստը նույն ժամին բուժվեց։ Այսինքն Հիսուսը այստեղ եւ ոչ միայն այստեղ, համբերատար ամբողջ այդ 3.5 տարիների ընթացքում, որ ինքը այդ աշակերտներին սովորացնում էր, համբերատար դաս առ դաս մատուցում էր իրենց։ Բայց նույնիսկ իր մահի ժամանակ դրանք դեռ ցիլ չէին տվել իր մահից հետո, բայց հետո իրանք վերջապես հասկացան ամեն ինչը վերլուծելով վերջապես հասկացան, թե ինչ էր Հիսուսը եկել եւ ինչ արեց Հիսուսը, բայց մինչեւ հիմա շատ հրեաներ ցավոք չեն հասկացել, մանավանդ սիոնիստները, շատ հրեաներ ասում են, որ մի շփոթեք մեզ սիոնիստների հետ, սիոնիստները դրանք ընդհանրապես հեռու են մեր հավատքից, այսքան սիոնիստները նրանք են, ովքեր այսօր Գազայում անում են այդ գազանությունները եւ սպանում են երեխաներին եւ կոտորած են անում, գենոցիդ են անում եւ ոչ մեկ չի կանացնում նրանց, հիմա էլ անցել են Լիբանանին, այսինքն իրանք կարծելով, թե իբր թե իրանք աստծո ժողովուրդն իրենց կարելի է շարունակում են դա անել, բայց չեն հասկանում, որ իրենք իրենց անօրինության բաժակն են քիչ-քիչ լցնում եւ երբ որ հասնի ծերին այն ժամանակ Աստված կգործի։ Ինչպես այն ժամանակ իրանք չընդունեցին Հիսուսին, ինչու, որտեղ Հիսուսը սովորացնում էր. աղոթեք այսպես, Հայր մեր, որ երկնքում ես։ Իսկն չեն ասում Հայր իմ, որովհետև Հիսուսը դրանով ընդունում էր, որ ամբողջ աշխարհի մարդիկ իր ազավակներն են։ Դրա համար իրանք չուզեցին Հիսուսին։ Հիսուսը չէր քաջալերում իրենց եսամոլությունը, իրենց եսասիրությունը, իրենց գոռոզությունը, մեծամտությունը, չէր քաջալերում, այլ ասում էր դարձի եկեք, խոնարհվեք, դրա համար իրանք չընդունեցին Հիսուսին եւ մինչեւ հիմա էլ նույն խնդրը շարունակում է։ Բայց ինչքան է Հիսուսը գովաբանում հեթանոսների հավատքը եւ ինքնստինքյան հավատքը ամուր չի դառնում, այն պետք է կերակրվի, որպեսի ամուր ամրանա, աճի։ Թեև որոշ մարդիկ պնդում էին, որ հավատում են, բայց Հիսուսը զանազանում էր, թե իրականում ինչ կար նրանց սրտերում։ Եվ կարդանք Ղուկաս 7:1-10 համարները, սա էլ մի ուրիշ օրինակ է նորից հեթանոսի, արդեն հռովմեացի զինվորի, երբ իր բոլոր խոսքերի ժողովրդին ականջներուն խոսի լմնցուց, մտավ Կափառնաում։ Հայրապետի մծարան, որ սիրել էր իրեն, հիվանդացած մոտ էր մեռնելու։ Երբ Հիսուսի մասին լսեց, հրեաներեն քանի մը ծերեր ղրկելով, այսքան ծերեր չի նշանակում ծեր մարդիկ, այլ ղեկավարներ։ Աղաչեց անոր, որ գա իր ծառան ապրեցնե։ Անոնք ալ եկան Հիսուսին եւ թախանձակով կաղաչեին անոր ու կսեին, թե անիկա արժանի է, որուն այս շնորհքը պիտի ունես, վասնցի մեր ազգը կսիրե ու ժողովուրդը անիկա ու ժողովարանա անիկա շինեց մեզի։ Հիսուս շուտով կպարզենք, թե այդ մարդը ինչի ինքը չեր եկել, ոչ թե լայախ չեր արել գար Հիսուսի մոտ, այլ կտեսնենք, թե ինչու չեր եկել։ Հիսուս գնաց անոնց հետ ու երբ տանը մոտեցան,
հարյուրապետը քանի մը բարեկամներ ղրկեց ու սավ անոր, այսինքն նորից ինքը չեկավ, այնքան տեսեք ինչ պատճառով, Տեր մի հոգնիր, վասնզի ես արժանի չեմ, որ դուն իմ հարկից տակ մտնես, անոր համար ես իմ զինքս արժանի չսեպեցի քեզի գալու, այսինքն արժանի չհամարեցի, որ քո մոտ գամ, դու այնքան սուրբ ես, իսկ ես մեղավոր, հապա խոսքովս է, որ իմ ծառած կբժշկվի, վասնզի ես էլ իշխանության տակ դրված մարդ մնեմ, ու իմ հրամանից տակ զինվորներ ունեմ, այսօր սրանք ասեմ գնա ու գերթա, մյուսին թե եկուր կուքա, և ծառայից թե այս բանը արե ու կնե, Հիսուս այս բաները լսելով, զարմացավ անոր վրա, ու իր ետևեն գացող ժողովրդին դարձավ ու սավ, ձեզի կսեմ, թե Իսրայելի մեջ անգամ ես այսչափ հավատք չգտա, ու պատգամավորները նորեն տուն դարձան և հիվանդ ծառան առողջացած գտան, այսինքն այս մարդը հեթանոս զինվոր լինելով հարյուրած զինվոր ուներ իր հրամանատարության ներքո, ինքը լավ գիտեր թե ում հետ գործ ունի, նա գիտեր, որ այս մարդը ամբողջ տիեզերքի հրամանատարն է, հիվանդությունների հրամանատարն է, այսինքն, որ այդ մարդու համար անհնարին ոչինչ չկա, այսինքն Հիսուսի, այս մարդը այդքան հասկանում էր, իսկ հրեաները գալի ու նշան էին խնդրում Հիսուսից, որ հավատային թե ինքն է Մեսիան, իսկ այս մարդը արդեն գիտեր, արդեն հավատում էր, և Հիսուսը պարզ գովաբանում է այս մարդու հավատքը, և ասում է դուք չունեք այս հավատքը, այս մարդը հասկանում է թե ես ով եմ, իսկ դուք չեք հասկանում, և նաև են հայրը հիշում եք Մարկոսի 9-րդ գլխում, որ իր որդուն, որը դևեր ուներ մեջ, դիվահար էր, վերեց, որ Հիսուսը բուժի և ասեց, Տեր, եթե ինչ-որ բան կարաս, այսինքն իր կասկածամտությունը ցույց տալիս, եթե ինչ-որ բան կարաս օգնի, Հիսուսն էլ ասեց, եթե հավատաս, նույն ձևով իրեն պատասխանեց, կլինի, և այս մարդը հասկացավ, թե ինչքան փոքր է իր հավատքը, ինչքան կասկածամիտ է ինքը, և ասեց հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը, այսինքն այս մարդը ուզում էր ասել նորից քեզ եմ խնդրում օգնի, այո, ես իրոք չեմ հավատում ինչքան որ պետք է, բայց խնդրում դու օգնիր ինձ, և այսօր յուրաքանչյուրս կարող ենք այս աղոթքով աղոթել, այս բոլոր հանդիպումների ժամանակ Հիսուսը նկատում էր մարդկանց հավատը կամ դրա պակասը, և հրաշքներ էր գործում կամ այդ հավատի շնորհիվ, կամ այն ամրապնդելու նպատակով, այնպես ինչպես Սուրբ Հոգին մղում է հավատալու, հոգիների թշնամին ուզում է, որ մենք կասկածենք կամ անտեսենք Աստծո մասնակցությունը մեր կյանքում, այսինքն մի կողմից Սուրբ Հոգին մեզ համոզում է, որ հավատանք, մյուս կողմից Սատանան քնած չի և ամեն ինչ անում է, որ կասկածներ ցանի մեր սրտում, որպեսզի մենք չհավատանք, Էլեն Ուայթը «Հավատք և գործեր» գրքում գրում է. հոգու մեջ սնվող անհավատությունը մոգական ուժ ունի։ Կասկածի այն սերմերը, որ նրանք ցանել են, իրենց բերքը կտան, բայց նրանք պետք է շարունակեն արմատախիլ անել անհավատության յուրաքանչյուր արմատ։ Այսինքն, երբ որ մենք ցանում ենք մի բան եւ այն աճում է եւ մոլախոտեր են հայտնվում, մենք հանում ենք այդ մոլախոտերը ինչու, որովհետեւ նրանք կմնան, սնունդը կվերցնեն հողից եւ չեն թողնի, որ այս մյուսները սնունդը վերցնեն եւ աճեն, եւ իրենք կաճեն, կմեծանան, կփարթամանան, փոխարենը մեր տնկած բանջարեղենը աճի։ Եվ նույնը մեր սրտի հետ է։ Սուրբ Հոգին մեր սրտի մեջ ցանում է հավատքի սերմեր, բայց Սատանան մեր մեջ ցանում է կասկածամտության սերմեր։ Ուրեմն մենք ինչ պիտի անենք, պիտի հանենք այդ սերմերը, այդ մոլախոտերը, որոնք ասում է թունավոր են մեր հավատքի համար։ Ինչպես, այսինքն մեր աչքերը, մեր ականջները պիտի բացենք այն ամենին, ինչ որ սնում է մեր հավատքը, եւ փակենք այն ամենի առաջ, ինչ որ կասկած է մտցնում։ Այդպես միայն կարող ենք արմատախիլ անել։
Եվ այդ թունավոր բույսերն արմատախիլ են արվում, դադարում են աճել խոսքով ու գործերով չսնվելու պատճառով։ Արդյոք մենք մեր գործերով ու խոսքերով սնում ենք կասկածի սերմերը, թե հավատքի սերմերը։ Հոգին սրտի հողի մեջ պետք է ցանի հավատքի ու սիրո թանկարժեք բույսերը եւ դրանք գահավորի այնտեղ։ Եթե մենք կասկածներ ունենք Աստծո, նրա բնավորության կամ նրա խոսքի առումով, ինչպես պետք է վարվենք այդ կասկածների հետ։ Աստված չի անտեսում եւ չի շրջանցում մարդկային տրամաբանությունը, քանի որ ինքն է ստեղծել մեզ իր պատկերով եւ հրավիրում է երկխոսության, ինչպես արեց Աբրահամի, Մովսեսի, Հոբի հետ։ Հիշում եք, նաեւ Նիկոդեմոսը կասկածներ ուներ եւ եկավ, որ փարատետ կասկածներ, Հիսուսը նրան դուրս շպրտեց, ասեց, չէ, դու կասկածներ ունես, չեմ ուզում խոսալ հետը, չէ, հակառակը, խոսաց նրա հետ եւ բացատրեց նրան, որ դու հոգեվոր վերափոխման կարիք ունես։ Նույնը Մովսեսի հետ, Մովսեսը քյալա էր տալի իր հետ, ասում է դու պիտի գնաս, ասում է չէ, ես չեմ կարա։ Եվ այնքան այսպես ասենք վիճեց Մովսեսի հետ, ինչեւ որ Մովսեսը համոզվեց։ Այսինքն Աստված չի պահանջում մեզանից, որ մենք կուրորեն ուղղակի հավատանք։ Աստված ուզում է, որ մենք մեր խելքը, մեր սիրտը, մեր զգացմունքները ամեն ինչ օգտագործենք, որպեսզի մենք հավատքի սերմերին հավատանք, այլ ոչ թե կասկածամտության։ Այսինքն ինքը պատրաստ է մեր հետ երկխոսության մեջ մտնի եւ մեզ համոզի եւ մեզ ապացուցի։ Միայն մի բան է մեզ այնց պահանջում, որ մենք իր մոտ գնանք, մեր կասկածները հանձնենք իրենից հարցնենք, Աստծո խոսքից պատասխանը փնտրենք։ Աստված կոչ է անում, որ սովորենք գործել իր մեծ անսահման տրամաբանության օրինաչափությունների մեջ, նույնիսկ եթե ի վերջո պետք է համակերպվենք այն բաների հետ, ինչը դեռևս լիովին չենք հասկանում։ Այսինքն մենք մի տեսակի տրամաբանություն ունենք, Աստված ուրիշ։ Եվ Աստված ասում է, ինչպես երկինքը երկրից հեռու է, այնքան էլ իմ միտքը ձեր մտքից հեռու է։ Եվ նա հրավիրում է մեզ սովորել իրանից իր ձևով մտածել, իր ձևով տրամաբանել, այլ ոչ թե մարդկային մեղավոր տրամաբանությամբ։ Աստված չի ասում անտրամաբան եղեք, Աստված ուզում է, որ մենք իսկական տրամաբանություն սովորենք իրենից, օբյեկտիվ, այլ ոչ թե սուբյեկտիվ։ Հիսուսն ասաց, որ եթե մանանեխի փոքրիկ հատիկի չափ հավատք ունենաս, լեռներ կտեղափոխես։ Մանանեխի հատիկը շատ փոքր է, սակայն երբ որ այն ցանում ես, մեծ ծառ է դառնում ժամանակի ընթացքում։ Ուրեմն մենք էլ մի փոքր հավատք եթե ունենանք եւ սնուցանենք այդ հավատքը, մեր հավատքը կարող է հսկայական փոփոխություններ առաջացնել մեր հոգու մեջ, մեր անձի մեջ։ Եվ իհարկե դրանից հետո էլ մեր շրջապատում։ Հետևաբար հավատքը պետք է շատ կարևոր լինի եւ բավականաչափ հզոր ու ուժեղ, որպեսզի գերմարդկային գործեր անի։ Ոչ թե մենք ենք ուժեղ դառնում, այլ մեր հավատքը։ Այն է օգնում մեզ կատարելու գերմարդկային գործեր։ Սակայն ինչպես մանանեխի հատիկը կարող է աճել ու դառնալ մեծ ծառ, այնպես էլ մեր հավատքը պետք է աճի ու անդադար շարժման մեջ լինի։ Մատթեոս 13:31-32 համարները։ Նրանց առաջ նա մեկ ուրիշ առակ էլ դրեց եւ ասաց. երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մեջ, այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են նրա ճյուղերի վրա հանգստանում։ Այսինքն երբ որ մեր հավատքը այդպես մեծանում եւ բարգավաճում է, մեր հավատքի միջոցով ուրիշներն էլ են օգուտ ստանում եւ սովորում։ Անկասկած է, որ Աստծո հետ հարաբերություն ունենալու համար մեզ առաջին հերթին հավատք է պետք։ Եփեսացիներ 2:8 համարը ասում է. որտեղ Աստծո շնորհով փրկվածներ ենք հավատի միջոցով, եւ այս եզնից չէ, այլ փառքև է Աստծո։ Մեր փրկությունը բխում է Աստծուց։ Մեր հավատքը բխում է Աստծուց։
Մենք առաջին հերթին պետք է հասկանանք, որ հավատը նյութական երևույթ չէ, այն մարդու արձագանքն է, որին դրդվում է Սուրբ Հոգու կողմից։ Նախաձեռնողն Աստված է, որ ողորմածաբար Սուրբ Հոգու միջոցով դեպի իրեն է ձգում մեզ, երբ մենք թույլ ենք տալիս։ Երեմիա 31:3 համարը։ Հեռու հեռվից նրան երևացները հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար քեզ գթության արժանացրի։ Աստված մեզ գթության է արժանացնում ոչ թե մեր լավ լինելու համար, այլ իր գթության համար, որտեղ գթած է։ Մենք փրկվում ենք հավատով, որ արձագանք է Աստծո շնորհին եւ որը մեզ տրվել է Հիսուսի մահվան միջոցով։ Մենք փրկված ենք, որտեղ հավատում ենք Աստծուն նրա ողորմածության շնորհիվ։ Սա է նրա հետ հարաբերությունների հիմքում։ Պետք է հիշենք, որ հավատը զգացողություն չէ։ Շատերը չեն կիրառում այն հավատը, որն իրենց արտոնությունն ու պարտականությունն է, հաճախ սպասելով այն զգացողությանը, որ միայն հավատը կարող է բերել։ Զգացողությունը հավատ չէ, հավատը մեզ է պատկանում կիրառելու համար, իսկ ուրախ զգացողություն ու օրհնությունը Աստված է տալիս։ Սա գրել է Էլեն Ուայթը վաղ ստեղծագործությունների գրքում, այսինքն մենք կարող ենք ինչ-որ բան անել մեր հավատքի աճելու համար և որպես դրա արդյունք Աստված մեզ տալիս է ուրախ զգացողություն ու օրհնություն, բայց հավատքը ինքը զգացողություն չէ։ Այդ չի նշանակում, որ մենք անզգա ռոբոտների պես պիտի լինենք, ոչ։ Բայց Աստված ասում է, որ մենք մեր հավատքը չպիտի հիմնենք զգացողության վրա։ Ոմանք կարող են զգալ, որ հավատ չունեն, քանի որ մոտիկ չեն զգում Աստծուն կամ չեն համապատասխանում քրիստոնյա կերպարին, բայց հավատը վերաբերում է Աստծուն հավատալուն և նրան վստահելուն ոչ միայն լավ ժամանակներում, այլև խավարի մեջ, փոթորկի ժամանակ կամ նույնիսկ այն ժամանակ, երբ դու լիովին չես հասկանում, թե ինչ է կատարվում քո կյանքում։ Մենք շատ բաներ չենք հասկանում այս կյանքում։ Դրա համար շատ դեպքերում պետք է վստահենք Աստծուն։ Զգացմունքները երբեք չպետք է իշխեն մեր կրոնական փորձառության կամ Աստծո հետ մեր փոխհարաբերության վրա։ Չի ասում, որ չպիտի լինեն, ասում է զգացմունքները չպիտի իշխեն, այսինքն մենք զգացմունքով չենք շարժվում, մենք հավատքով ենք շարժվում։ Հենց այն ժամանակ, երբ մենք կարծում ենք, թե հեռու ենք Աստծուց, պետք է գործի դնենք մեր հավատը և կանչենք նրան, ինչպես այդ հայրը արեց. հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը։ Մենք գիտենք Եբրայեցիներ 11-րդ գլուխը, որտեղ շատ ու շատ օրինակներ է տրվում հավատացյալ անցյալի հավատացյալ մարդկանց կյանքից և այստեղ ասում է հավատքով Աբել Կայենեն ավելի աղեկ զոհ մատուցանեց Աստծո առաջ, հետո ասում է հավատքով Ենովքը երկրեն փոխադրվեցավ, որպեսզի մահ չտեսնե, հավատքով ասում է Նոյը պատգամ առնելով Աստծուց դեռ չերևցած բաներու համար վախնալով տապանը շինեց իր տունը փրկելու համար, որով աշխարհս դատապարտեց և ժառանգորդ եղավ այն արդարությանը, որ հավատքով կլա։ Այսինքն մինչև ջրհեղեղը երբեք անձրև չէր եղել։ Եվ հանկարծ Աստված Նոյին ասում է, գիտես, ջրհեղեղ է լինելու, առանց անձրևի, առանց ինչպես կարող է ջրհեղեղ։ Այսինքն եթե ինքը հետևեր լոգիկային, տրամաբանությանը, կասեր չէ, sense բան չի կարող պատահել, ես գիժ չեմ։ Ինչ տապան սարքեմ։ Անձրևսկի չի գալի, այդ որից պետք է այդ ջրհեղեղը լինի։ Բայց ինքը վստահեց Աստծո խոսքին։ Ինքը ճշմարիտ հավատք ուներ եւ կառուցեց այդ տապանը։ Եվ այդ տապանը կառուցելով ասում է դատապարտեց մնացածին, ովքեր հավատք չունեին, եւ այդ տապանի կառուցման շնորհիվ փրկեց եւ իրեն եւ իր ընտանիքը։ Եվ այստեղ բազմաթիվ այլ օրինակներ է
բերում Պողոս Առաքյալը, եւ ուրեմն մենք այս բոլորը կարդալով եզրակացություն ենք գալի, թե ինչպես կարելի է օգնել, որ մեր մեջ հավատք աճի։ Աստծուն ճանաչելը եւ նրա հետ կենթանի ամուր հարաբերություն ունենալը հավատք է պահանջում։ Ինչպես կարող ենք ամրացնել մեր հավատքը կամ ոգևորել մեկին, որի հավատքը սասանվում է։ Ահա մի քանի գաղափարներ։ Առաջին, փոքրիկ հավատքը, ինչպես մանանեխի հատիկը, հզոր է, այն մեծ պոտենցիալ ունի իր մեջ, կենսատու պոտենցիալ։ Դա այն ամենն է, ինչ պետք է Աստծո հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Քանի դեռ պատրաստ եք աշխատել նրա հետ, Աստված կօգնի, որ ձեր հավատքը աճի։ Իսկ ինչպես կարող ենք Աստծո հետ աշխատել։ Մեղքի մեջ, շարունակելով մեղքի մեջ գտնվել, թե ազատվելով մեղքից, շարունակելով Աստվածաշունչ կարդալ, թե արհամարելով Աստվածաշունչը, շարունակելով աղոթել Աստծուն, թե արհամարելով Աստծո հետ խոսալը, Աստծո հետ հարաբերություն ստեղծելը։ Խնդրենք Աստծուն եւ Աստծուն, երկրորդ, հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց, Աստվածաշունչից։ Պարտավորություն ստանձնիր ամեն օր Աստվածաշունչ կարդալ եւ աղոթել։ Խնդրիր Աստծուն, որ ավելացնի քո հավատքը, ինչպես այն հայրը, որ ասեց. հավատում եմ Տեր, օգնիր իմ անհավատությանը, մենք էլ կարող ենք ընդունել մեր անհավատությունը եւ խնդրել Աստծուն, որ ավելացնի մեր հավատքը։ Հավատքն ու կասկածը կարող են համատեղ գոյատևել, ինչպես այսօր օրինակով ասում եմ, հավատում եմ Տեր, բայց օգնի իմ անհավատությանը։ Այսինքն միաժամանակ այս մարդը կարծես թե ասում է համ հավատում եմ, համ էլ չեմ հավատում։ Մի հեռացիր Աստծուց միայն այն պատճառով, որ հարցեր ունես, ընդհակառակը կարևոր է ահով ու դողով գործել քո փրկությունը եւ ունենալ սեփական հավատք փոխանակային ուրիշից փոխառնելու, ինչպես փոխեցին անմիտ կույսերից 5, այսինքն այդ 10 կույսերը, որ 5-ը չուներ յուղ, որ լցներ, որպեսի կրակավար պահեր, իսկ 5 ունեին։ Եվ սրանք գնացին, սրանց ասում են, ձեր յուղը տվեք մեզ, բայց սրանք եթե իրենց յուղը տային իրենց, այսինքն հավատքը այնպիսի մի բան է, որ ինքը պիտի ծլի եւ աճի քո մեջ։ Չես կարող ուրիշի հավատքը իր սրտից պոկել եւ դնել քո սրտի մեջ, այդպիսի բան չկա։ Աստված է, որ այդ սերմը դնում է մեր սրտի մեջ եւ Աստծո օգնությամբ է մեր հարաբերությունների միջոցով է Աստծո հետ, որ այդ սերմը աճում է։ Չենք կարող ուրիշից պարտքով վերցնել կամ ուրիշից խլել։ Պետք է արձագանքենք Սուրբ Հոգուն եւ խնդրենք, որ նա ավելի շատ լցվի մեր կյանքի մեջ։ Ոչ թե արհամարենք Սուրբ Հոգու ձայնը, որ շատ մարդիկ կոչում են խղճի ձայն, այլ լսենք եւ տեղի տանք Սուրբ Հոգու ձայնին։ Եվ պետք է նաեւ մարզենք մեր հավատքը։ Հիշենք, որ հավատքը զգացմունք չէ, այլ հավատալու որոշում։ Այսինքն ինչ ուզում է լինել, ես հավատում եմ։ Հիշիր, որ նույնիսկ խավարում, երբ չես տեսնում նրան, Աստված այնտեղ է։ Այսինքն վերցնենք Հովսեփի օրինակը։ Նա որոշել էր հավատալ, երբ որ իրան տանում էին, որպեսի գերի դարձնեն Եգիպտոսում, նա որոշեց հավատալ մնալ Աստծուն, նա որոշեց հավատալ անկախ ամեն ինչից, եւ այդպես էլ եղավ։ Իրա վրա շար արեցին, իրան բանտ գցեցին, ինքը տարապեց այնտեղ, բայց ինքը չհուսահատվեց, ինքը շարունակեց հավատալ եւ այդ խավարը վերջապես բացվեց իր առջև եւ ինքը ավելի լավ, այսինքն լույսի մեջ դուրս եկավ, ամեն ինչ իր տեղ ընկավ։ Երբ այս աշխարհը մոտենում է ավարտին, 3 հրեշտակների լուրի մի մասը նկարագրում է, որ Աստծո ժողովուրդը պահում է Աստծո պատվիրանները եւ ունի Հիսուսի հավատը։ Հայտնություն 14-12։ Եվ այստեղ սրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները եւ Հիսուսի հանդեպ իրենց հավատը։ Այստեղ չի ասում միայն Հիսուսի հանդեպ իրենց հավատը, այն նաեւ շեշտում է Աստծո 10 պատվիրանները պահողները։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ հավատում ենք Հիսուսին, բայց իրականում խախտում ենք Աստծո պատվիրանները, ինադու, մտածված, առանց ջանալու ջանք չենք թափում, որ հարգենք Աստծո օրենքը եւ պահենք,
Նշանակում է մենք հավատք չունենք, նշանակում է սուտ է, որտեղ հավատքի արդյունքը այն է, որ մեր կյանքը ցույց է տալիս, որ մենք հարգում ենք եւ պահում ենք Աստծո օրենքը։ Ինչքան էլ մի մարդ ասի, որ ես սիրում եմ իմ հայրենիքի, իմ երկիրը, ես օրինապահ քաղաքացի եմ, բայց իր կյանքում խախտի այդ օրենքները, սուտ է իր դավանումը, ինքը օրինապահ քաղաքացի չէ, ինքը օրենքը խախտող եւ հասարակության մեջ անհանգստություն մտցնող մարդ է։ Եվ այն մարդը, ով էր ամենից բարձր գոչում օրինապահ քաղաքացի, հենց նա է առաջինը խախտում այդ բոլոր օրենքները։ Եթե ուսումնասիրեք, թե ինչպես են ուրեմն ադվենտիստների շարժման մեջ մինչև 1890-ական թվականները ճիշտ չեն հասկացել հավատի դերը, բայց 1890-ական թվականներից իրանք ուշադրություն դարձրեցին այս համարին եւ հասկացան, որ հավատքը առաջնակարգ տեղ է գրավում փրկության մեջ։ Եվ Էլեն Ուայթհանտի լուրեր գիրք 3, այսինքն հատոր 3 մեջ գրում է. Աստծո պատվիրանները հռչակվել են, բայց Հիսուս Քրիստոսի հավատքը ադվենտիստները հավասար կարողությամբ չեն հռչակել, այսինքն մինչև 1890 թվականը օրենքն ու ավետարանը ձեռքի են գնում, այսինքն հավատքն ու Աստծո օրենքը իրար հետ հավասար ձեռքի գնում են, մեկը մեկին լրացնելով, այլ ոչ թե մեկը մեկին հակասելով։ Եվ մենք հիշում ենք Հիսուսի, երբ որ Հիսուսը պետք է այդ որոշումը կայացներ եւ գնաց Գեթսեման եւ ասեց Աստված ջան, Հայր ջան, եթե հնարավոր է, այս բաժակը ինձանից վերցրու։ Բայց հետո երրորդ անգամ ասեց, բայց ամեն անգամ վերջում ասում է, բայց թող քո կամքը լինի։ Սա ինչ է նշանակում։ Հավատք, ինքը հավատք էր ցուցաբերում, ինքը վստահություն էր ցուցաբերում հորը։ Ասում է ճիշտ է, ես չեմ ուզում այս ամբողջ տանջանքի միջով անցնել, բայց վստահում եմ քեզ, եթե դու գտնում ես, որ այդպես է պետք, ուրեմն թող քո կամքը լինի։ Այսպիսի հավատք մենք պիտի ունենանք։ Երբ որ նույնիսկ չենք հասկանում, թե ինչի է այս բանը լինում, բայց տեսնում ենք, որ Աստծո կամքն է դա, այսինքն Աստված է թույլ տվել, ապա մենք պետք է վստահենք Աստծուն։ Մենք արդարացվում ենք, ներում ենք ստանում եւ հաշտվում Աստծո հետ հավատով։ Դա ասում է Հռոմեացիներ 5:1 համարը։ Ուրեմն հավատով արդարացված խաղաղություն ունենանք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Այնուհետև մենք նաև սրբագործվում ենք, մեզ ուժ է տրվում Քրիստոսին նման լինելու հավատով, այսինքն սրբագործվում ենք հավատով։ Ուրեմն մենք արդարացվում ենք հավատով, հետո սրբագործվում ենք հավատով։ Եվ երբ մեր կյանք ենք հրավիրում Հիսուսին, միևնույն ժամանակ դառնում ենք Աստծո զավակներ հավատով։ Հովհաննես 1:12։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Այսինքն, այս աշխարհի բոլոր մարդիկ կարող են դառնալ Աստծո որդիներ, եթե ընտրեն դա։ Առանց այն էլ Աստծո որդին, Աստված է բոլորին ստեղծել, բայց հոգեպես պետք է հոգևոր արթնացում ունենան, հոգևոր վերածնվեն, որպեսի փրկության արժանանան, որպեսի արժանանան հավիտենական կյանքի։ Այո, մենք բոլորս այս ժամանակավոր կյանք ունենք, բայց Աստված ուզում է մեզ տալ ավելին, հավիտենական կյանքը, եւ ուզում է, որ այդ կյանքում, այսինքն եւ այս կյանքում եւ այն կյանքում մենք Աստծո որդու անունը կրենք պատվով, այլ ոչ թե խայտառակենք, ինչպես այսօր անում են որոշ շիաներ, որոնք իրենց համարում են Աստծո որդիներից մյուսներին շներ,
բայց իրականում դրսևորում են սարսափելի դաժանություն եւ նույնիսկ մի կաթիլ Աստծո բնավորություն չկա այդտեղ սպանության եւ գենոցիդի մեջ, որոնք իրենք կատարում են։ Այսինքն տեսեք ինչ ողբերգության, ինչ մոլորության կարող է հասցնել մարդուն իր մեծամտությունը, իր գոռոզությունը, իր ինքնագոհությունը, իր չարությունը։ Եվ դրա համար իրանք չընդունեցին, մինչև մերժում է այդ state-ը, Իսրայել state-ը մերժում է օֆիցիալ ձևով, բայց իհարկե կան շատ քրիստոնյաներ, եւ Պողոսն էլ ասում է, որ պետք չէ, որ մենք մեզ բարձր համարենք, քաթե նրանք, որովհետև մենք էլ ենք հավատքով փրկվում, եւ եթե նրանք էլ հավատան, նրանք էլ կփրկվեն։ Այսինքն Աստված անաչառ է, Աստված արդար է բոլորի հանդեպ, ինչպես որ քրիստոնյաներն են փրկվում հավատքով, այնպես էլ հրեաները կարող են դարձի գալ եւ հավատքով փրկվել, եթե ընտրեն դա անել։ Եվ Պողոսը ասում է, մենք հավատքով ենք կպել այդ խաղողի վազին, որը Հիսուսին է ներկայացնում, եւ սնունդը ստանում ենք այդ խաղողի վազից։ Նրանք անհավատությամբ, ասում է, կտրվեցին եւ չորացան, բայց ասում է, ինչպես որ դուք կարող եք մոռացա հայերեն այդ բառը, պրիվիվկալիներ ասկան պրիվիվայտ, կպչել այդ վազին, նույնպես իրանք էլ կարող են։ Այսինքն իրանց համար էլ անհնար չէ դա։ Աստված անաչառ է եւ բոլորին է հնարավորություն տվել։ Որտեղ ասում արդար չկա, մեկն էլ չկա։ Եվ ոչ մեկի վրա չպիտի գոռոզանա, ոչ նրանք սրանց վրա, ոչ էլ սրանք նրանց վրա, այլ մեր պարծանքը պիտի լինի միայնով Աստված, Հիսուս Քրիստոսը։ Աստված դա, որ շատ ու շատերը նրանցից դա հասկանա եւ մեզ, այսինքն մյուսներից էլ, ովքեր դեռ հավատք չունեն, չեն հավատում, հավատք ձեռ բերեն եւ փրկության ճանապարհին կանեն։ Մենք ապրում ենք որդու հանդեպ, Աստծո որդու հանդեպ հավատով Գաղաթացիներ 2:20։ Քրիստոսի հետ խաչ է ելա, կենթանի եմ այսուհետև, բայց ոչ թե ես, այլ իմ մեջ ապրում է Քրիստոս։ Իսկ հիմա, որ կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատով եմ ապրում, որ սիրեց ինձ եւ իրեն մահվան մատնեց ինձ համար։ Աստծո որդու հավատով եմ ապրում։ Երանի թե մեզանից ամեն մեկը անկեղծորեն կարողանա ասել այն, ինչ որ ասեց Պողոս առաքյալը։ Վերջում կարդանք Ապաքինման ծառայություն գրքից եւ նաեւ Դարի փափագը գրքից։ Արտաքինից ոչինչ այնքան անզոր չէ, իսկ իրականում այնքան անպարտելի, որքան այն հոգին, որ զգում է իր ոչնչությունը, իր չնչինությունը եւ ամբողջովին հենվում փրկչի արժանինքների վրա։ Աղոթքով նրա խոսքի ուսումնասիրությամբ նրա մշտական ներկայության հանդեպ հավատով մարդկային թույլ էակները կարող են ապրել կենթանի Քրիստոսի հետ շփման մեջ եւ նա նրանց կպահի իր հզոր ձեռքով ու երբեք բաց չի թողնի։ Նրանց հավատը պետք է զորացվի եռանդուն աղոթքով ու ծոմապահությամբ, նաեւ սրտի խոնարհությամբ։ Նրանք պետք է դատարկվեն սեփական եսից ու լցվեն Աստծո հոգով ու զորությամբ։ Միայն եռանդուն ու համառ աղոթքը այն հավատով, որ տանում է լիակատար կախվածության Աստծուց եւ ամբողջական վիրավորության նրա գործին, կարող է մարդկանց օգնություն բերել Սուրբ Հոգուց, իշխանությունների եւ զորությունների այս աշխարհի խավարի տիրակալների եւ չար ոգիների դեմ մղվող պայքարում, որոնք բարձր տեղերում են։ Այսինքն ամենամած դասը, որ մենք կարող ենք վերցնել այստեղից, մենք համարելով մեզ հավատացյալ, երբեք չպիտի մեզ բարձր տասենք նրանցից, ում համարում ենք անհավատ, ինչպես որ հրեաներն են իրանց գերադասում, իբր թե իրենք ընտրյալ ազգ են, մնացածն էլ նույնիսկ մարդ չեն, այսինքն ոչ բոլոր հրեաները, սիոնիստները, եւ որոշները, այսպես ասենք, ոչ ամբողջ ազգ, եւ ուրեմն ինչպես նրանք տգեղ վարվեցին մյուսների հետ, այնպես մենք էլ տգեղ չվարվենք
մեր կարծիքով անհավատ մարդկանց հանդեպ, որովհետև վաղը միսօր այդ անհավատ մարդը կարող է դարձի գալ եւ ինչպես ասացինք կպնել այդ խաղողի ճյուղին եւ պտուղ բերել խաղողի որդին այնպես էլ եթե մենք բարձենանք ինչպես հրեաները բարձեցան մենք էլ կկտրվենք եւ կքծվենք եւ կչորանանք պետք չէ երբեք բարձենալ ապագան մեր ներկան ապագան Աստծո ձեռքերում է մենք պետք է միայն մեր ինչպես գրված էր Աստվածաշունչում մեր փրկությունը ահով ու դողով անենք այսինքն խոնարհությամբ իմանալով որ ամեն րոպեն ամեն րոպեում ամեն օր կայացած մեր որոշումը որոշում է մեր հետագա հավիտյան ճակատագիրը թող Աստված մեզ օրհնի որպեսզի մեր օրերի ընթացքում մեր ժամերի ընթացքում այնպիսի որոշումներ կայացնենք եւ իրագործենք Աստծո շնորհքով որպեսզի այդ բոլորը ավելի շատ մեր հավատքը աճացնի եւ ավելի շատ մեզ մոտեցնի փրկությանը այլ ոչ թե հակառակը թող Աստված օրհնի մեզ դրանում Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ